Մեր ձևով ժողովրդական շարժումը 3 Սյունիքում էր։ Սյունեցիների հետ հանդիպումների ժամանակ շարժման անդամները ներկայացրել են հանրապետության մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը։ Մասնավորապես կարևորվել է Գորիս, Սիսիան և Տեղ համայնքների բնակիչների զբաղվածության ապահովման և համայնքային ենթակառուցվածքների վերակառուցման անհրաժեշտությունը։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է շարժման պատկերացումները երաշխավորված խաղաղության վերաբերյալ։ Այցի ընթացքում Մեր ձևով շարժումը այցելել է մարզի գյուղեր ու արձանագրել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշմամբ շատ գյուղերի դպրոցներ փակվելու են։ Ցանի շրջան, Սալվարդ գյուղ։ Եկել ենք այստեղ 10 կիլոմետր անանցանելի ճանապարհով, դպրոցը փակվելու է կառավարության որոշմամբ։ Եվ երեխաները այդ նույն 10 կիլոմետրով պետք է գնան ամեն օր դպրոց կողքի գյուղեր, Հացավան գյուղ։ Գյուղի դպրոցը 2 տարվա ընթացքում կառավարությունը որոշել է փակել եւ գյուղի երեխաները ստիպված են լինելու գնալ կողքի գյուղ ուսում ստանալու համար։ Գյուղը դպրոց չի ունենալու։ Թասիկ գյուղ դպրոցը գյուղի միակ դպրոցը 2 տարվա ընթացքում փակվելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշման արդյունքում։